Ճիշտն ասած, ես պատրաստ էի ստել մինչև մեռնելս։ Եթե կար ինչ-որ սեռական բան, որի համար կարող էի վճարել, ես գնում էի դա։ Սովորական մարդիկ չեն գայթակղվում անբարոյական բաներ անել մի 20 անգամ աշխատանքի գնալու 5 մղոն ճանապարհին։ Դա նորմալ չէ, բայց այդպիսին է իմ կյանքը։ Միակ բանը, որ 6 տարեկանից երդվել էի, որ չեմ անի, ամուսնությունս կործանելն էր։ Սակայն հենց դա էի անում և ես գիտեի, որ եթե ճշմարտությունն ասեի, կկորցնեի ամուսնությունս, որովհետև ճշմարտությունը կկործաներ այն։ Դա վիրավորելու էր իմ երեխաներին, և դրա հետ ես երբեք չէի կարող հաշտվել։ Ես հավատարիմ չէի իմ կնոջը, իմ եկեղեցուն և իմ երեխաներին։ Երբ որդիս 7 տարեկան դարձավ, ես հասկացա, որ 8 տարեկանում նա պիտի մկրտվի, և դա մի բան էր, որը ես չէի կարողանալու անել։ Ուրեմն ես մի հիմար գործար կնքեցի ինքս ինձ հետ, որ եթե մի տարի դադարեի սխալ վարվել, ինչ-որ կերպ լավ կլիներ և ապա կարելի կլիներ, որ ես մկրտեի որդուս։ Ես պարզապես կարող էի բաց թողնել խոստովանությունը, որն ապաշխարության գործընթացի մի մասն էր և լավ կլիներ։ Այսպիսով, այդ տարի ես ավելի լավ ապրեցի հիմնականում այն պատճառով, որ ինքնաբուժվում էի պոռնոգրաֆիայի ավելի թեթև ձևերով, որպեսզի խուսափեի մարդկանց հետ սեռական հարաբերություններից։ Որոշ մարդիկ կարծում են, որ սեքսից կախվածությունը իրական չէ, իսկ ես իմ կյանքը տապալեցի, քանի որ չէի կարող կանգ առնել։ Ես լոգանք էի ընդունում, երգ էի լսում և առանձնապես ոչ մի բանի մասին չէի մտածում։ Երգի հետ զուգահեռ արտասանում էի երգի խոսքերը։ Դրանք հետևյալն էին. «Լույսերը քեզ տուն կառաջնորդեն և կբոցավառեն քո ոսկորները, և ես կփորձեմ ուղղել քեզ»։ Եվ Սուրբ Հոգին դիպավ ինձ, ու ես հասկացա, որ այսքան տարի կախվածություն ունենալով, եթե կարողանայի ուղղակի ազնիվ լինել, ապա գուցե կարողանայի օգնություն ստանալ և փոխվել։ Այսքան դեռ ես ստում էի, ես միայնակ էի և չէի կարողանում կանգ առնել։ Եվ կարծես Տերն ասում էր. «Գիտես, եթե դու կարող ես դա անել, ես կարող եմ քեզ ավելի լավ մարդ դարձնել։ Ես կարող եմ փոխել քեզ»։ Ուստի ես զանգահարեցի եպիսկոպոսին և ասացի, որ մի քանի տարի դավաճանել եմ կնոջս և որ նրա օգնության կարիք ունեմ։ Սա կործանարար էր կնոջս համար։ Հաջորդ օրը ամուսնալուծության հայտ ներկայացնելու փոխարեն նա պարզապես խնդրեց ինձ հեռանալ։ Առաջին քայլը ընդունելն է, որ դու ինքնուրույն անզոր ես հաղթահարել քո կախվածությունները, և որ քո կյանքը դարձել է անկառավարելի։ Որպես կախվածություն ունեցող մարդ դու մտածում ես, որ եթե ընդունես պարտությունը, ապա էլ ինչ կմնա։ Սա վերականգնման առաջին քայլն է։ Երբ ես սկսեցի ազնիվ լինել, երբ խոստովանեցի, որ իսկապես անզոր էի իմ կախվածության դեմ և այլևս չէի կարողանում կառավարել կյանքս, հույս եկավ իմ կյանքը։ Կինս թույլ տվեց, որ ես աշխատանքից տուն գամ ամեն օր և մնամ այնքան, որ երեխաներին պարտվեցնեմ քնելու։ Իմ ամուսնությունը կախված էր ամենաբարակ թելից և այն, որ ընդհանրապես թել կար, մի մեծ հրաշք էր։ Կախվածության վերականգնման ձեռնարկում մի նախադասություն կա, որն ասում է. «Փրկչի սիրով ու շնորհով մենք չպետք է լինենք այն, ինչ եղել ենք»։ Ես այստեղ եմ, քանի որ Տերն ինձ փրկել է այնպես, որ ես նույնիսկ բառը չեմ գտնում նկարագրելու։ Մեզանից յուրաքանչյուրը նույն նյութից է կազմված, և մենք Հայր ունենք երկնքում, ով սիրում է մեզ։ Եվ ցանկանում է դարձնել մեզ այնպիսի մարդիկ, ինչպիսին մենք կարող ենք դառնալ։ Եվ եթե մենք դարձնենք մեր կյանքը դեպի նա, ապա կարող ենք փոխվել, ստանալով երկնքի զորությունը։
դա է իմ վկայությունը։